Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը, առաջին աշխատանքներն արդեն ընթանում են մարզի ցածրադիր բնակավայրերում, իսկ Ազատանի դաշտերում այս տարվա բերքն արդեն հավաքում է նոր ժամանակակից կոմբայնը, որը գյուղ է հասել պետական աջակցության լիզինգային ծրագրի շրջանակում։ Ծրագրով ենք առել, Sigma ծրագրով, արտիկ օգնեցին, շատ շնորհակալ ենք, ամենակարևորը։ Գյուղին է մեր շատ է պետք է տեխնիկան։ Արդեն հին է, հնցել են, նորմալ հունդ չեն են էլի։ Սիկ շատ յուրահատուկ գործք են։ Կորուս չունի, հատիկ չի ջարդի, ամենակարևորը։ Մարկանց օգուտ կունանք, վնաս չենք տա, էլի։ Կոմբայնավարի խոսքով նոր տեխնիկան ձեռք է բերվել Sigma ծրագրի աջակցությամբ, ֆերմերները նշում են, որ գյուղում նման մեքենայի կարիքը վաղուց կար, քանի որ նախկին կոմբայններն արդեն մաշված էին եւ չէին ապահովում որակյալ հնձում։ Կոմբայններ ունենք, որ հին սովետական դե գիտեք, եթե այս ծրագրերը չլիներ լիզինգով, պետքան աջակցությունը չլիներ, հաստատ գյուղատնտեսությունը անգում կաբրեր։ Ազատանի վարչական ղեկավարը, ով միաժամանակ գյուղատնտեսությամբ է զբաղվում, ասում է, չնայած կարկուտը շուրջ 300 հեկտար տարածքում վնասներ է հասցրել, մնացած դաշտերում բերքի վիճակը գնահատվում է լավ եւ սպասելիքները բարձր են։ Լավ բերքի ակնկալիք ունենք, չնայած որ եղանակը մի փոքր անբարենպաստ գտնվեց, կարկուտ տեղած, մի փոքր հատվածում մեր գյուղի 300 հեկտարի այդ հատվածում է կարկուտ տեղած է, մնացած հատվածներում փառք նորմալ է բերքի վիճակը, սպասում ենք լավ բերք, լավ ակնկալիք ունենք։ Նրա խոսքով առանձին դաշտերում 1 հեկտարից ստացվող բերքատվությունը հասնում է 70 ցենտների, իսկ միջին հաշվով ակնկալվում է շուրջ 40 ցենտներ 1 հեկտարից։ Ֆերմերը նաև ընդգծում է պետական աջակցության ծրագրի նշանակությունը, որի շրջանակում աշնանացան ցորեն մշակող տնտեսվարողները յուրաքանչյուր հեկտարի համար ստանում են 80,000 դրամի փոխհատուցում։ Օգտվել ենք ցորենի ծրագրից, կառավարության ծրագրից 1 հեկտարի հաշվով ցորենին 80,000 դրամ գումար է վճարում պետությունը, որը շատ լավ դրական ազդեցություն է թողել ազգաբնակության մոտ ու սկսել են ավելի շատ ցորեն մշակել։ Այս տարի Ազատանում մշակվել է շուրջ 1200-ից 1300 հեկտար հացահատիկի ցանկատարածություն։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից էլ հայտնում են, որ 2026 թվականին մարզում իրականացվել է շուրջ 19600 հեկտար աշնանացան ցորենի, ավելի քան 21000 հեկտար գարնանացան հացահատիկային եւ հատիկընդեղեն մշակաբույսերի, ինչպես նաեւ կերային մշակաբույսերի ցանկ։ Ընդհանուր առմամբ մարզում մշակվել է ավելի քան 50,000 հեկտար գյուղատնտեսական տարածք։ Եվ այս ավելացումը պայմանավորված է պետական օժանդակության ծրագրերի առկայությամբ, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում մարզի տնտեսվարողները կարող էին օգտվել ծրագրից եւ հավաստագրված սերմերով ցանկ իրականացվող տնտեսվարողներին տրամադրվում է ծախսերի մասնակի փոխհատուցում, աշնանացան ցորենի դեպքում 80,000 դրամի չափով, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի դեպքում 70,000, կերային մշակաբույսերի դեպքում 110,000 դրամ եւ եգիպտացորենի դեպքում 85,000 դրամ։ Նախնական գնահատականներով այս տարի մարզում ակնկալվում է բերքատվության աճ, մասնագետները դա պայմանավորում են տարվա ընթացքում տեղումների առատությամբ, որի շնորհիվ հատկապես անջրդի հողատարածքներում խոնավության բավարար պաշար է ապահովել։ Նկատելիորեն ավելացել են նաև ցորենի ցանկատարածությունները։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների գնահատմամբ պետական աջակցության ծրագրերը շարունակում են դրական ազդեցություն ունենալ թե բուսաբուծության, թե անասնապահության ոլորտներում, նպաստելով արտադրողականության բարձրացմանն ու գյուղատնտեսական տնտեսությունների կայուն զարգացմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։